Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք առողջ ենք եւ կարող ենք գալ եւ կենթանի ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել իր ճշմարտությունները։ Թող Աստված մեզ ների մեր մեղքերը եւ օգնի մեզ ճիշտ հասկանալ եւ նաեւ իր շնորհքով իրագործել մեր կյանքում իր սուրբ խոսքը Հիսուսի անունով, ամեն։ Ինչպես գիտենք, մենք ուսումնասիրում ենք մի թեմա այս երամսյակում, որ կոչվում է մեծ պայքար, եւ այսօր արդեն հասել ենք 7-րդ դասին, որ կոչվում է առաջնորդվելով հույսով։ Տեսնենք, թե ինչ հույսի մասն է խոսքը գնում, հիշելու համարն է Եսայա 25:9 համար, եւ այն օրը պիտի ասեն, ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել, նա փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք, ուրախանանք եւ ցնծանք նրա փրկությամբ։ Որ օրվա մասին այստեղ Եսայան խոսում, Քրիստոսի գալուստի երկրորդ գալուստի օրվա մասին, եւ Աստվածաշունչը բացի այստեղից ոչ միայն այստեղն է խոսում Հիսուսի երկրորդ գալուստի մասին, այլ 1845 հիշատակումներ կան միայն 5 կտակարանում, որովհետև երկրորդ գալուստը, Հիսուսի երկրորդ գալուստը Աստվածաշունչի կենտրոնական թեմաներից մեկն է։ Եվ իսկ նոր կտակարանում, որ ավելի շատ բարակ է եւ ընդամենը ունի 260 գլուխ, 300 անգամ է հիշատակված Քրիստոսի գալուստի երկրորդ։ Եվ ուրեմն, երբ որ Եվրոպայում բարոնորոգումը հաստատվեց, դրանից հետո պառակտումներ եւ վեճեր եղան հավատացյալների միջև եւ բողոքականությունը կարծես թե մասնատվեց իր ուսմունքների մեջ եւ այնուամենայնիվ կային մարդիկ, ովքեր ուզում էին ճշմարտությունը իմանալ եւ որոնցից մեկը Քրիստոսի երկրորդ գալուստի մասին ճշմարտությունն է։ Քրիստոնյաների միշտ անհամբերությամբ են սպասել Քրիստոսի երկրորդ գալուստուն, ինչու, որովհետև այն հույս եւ ուրախություն է տալիս քրիստոնյաներին, որովհետև երբ որ Քրիստոսը գա, վերանալու է ամեն տեսակի տառապանքներ, հիվանդություններ, մահը, աղքատությունը, անարդարությունը, ճնշումները, վեճերը, հակամարտությունները, պատերազմները, դրա համար այս լուրը մեծ հույս է միշտ տվել քրիստոնյաներին, որտեղ Քրիստոսի թագավորությունը լինելու է խաղաղության եւ երջանկության թագավորություն։ Կարդանք Հովհաննես 14:1-3 համարները։ Ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ, իմ հոր տանը բազում ու թևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերս ինձ կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ Սա Հիսուս Քրիստոսն է ասում իր աշակերտներին։ Նաև կարդանք առաջին Թեսաղոնիկեցիներ 4:13-18 հավարները։ Չենք կամենում եղբայրների, որ ննջեցյալների մասին, այսինքն մեռածների մասին, անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում եք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք ողջերս կմնանք մինչև Տիրոջ գալուստը ու հարություն ննջեցյալներից առաջ չենք անցնի, քանի որ Տերն ինքը հրամանի ազարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծո հողի հնչմամբ երկնքից ցած կիջնի
եւ Քրիստոսով մեռածները նախարություն կառնեն, եւ հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարեք այս խոսքերով։ Եվ երրորդ հատվածը Տիտոս 2:11-14 համարները։ Աստծո փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները եւ խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում, սպասելով այն իրանելու հույսին եւ մեծ Աստծո մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի եւ իր սեփական ժողովուրդը դարձնի բարի գործերի նախանձախնդիր։ Այս բաները խոսիր ու հորդորիր եւ ամենայն խստությամբ հանդիմանիր, թող ոչ ոք քեզ չարհամարի։ Կարդանք մի հատված մեծ պայքարից էջ 302։ Տիրոջ գալուստը նրա ճշմարիտ հետևորդների հույսն է եղել բոլոր դարերում։ Փրկչի երաժշտի խոստումը Զիթենյաց սարի վրա, որ ինքը պետք է վերադառնա նրա աշակերտների համար, լուսավորեց ապագան, նրանց սրտերը լցնելով ուրախությամբ ու հույսով, որ ոչ թախիծը, ոչ էլ փորձությունները չէին կարող մարել։ Տառապանքի ու հալածանքների մեջ Աստծո եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությունը երանելի հույս էր։ Երբ Թեսաղոնիկեցի քրիստոնյաները սրտի կսկիծով թաղում էին իրենց սիրելիներին, որ հույս ունեին ապրելու մինչև Տիրոջ գալուստը, Պողոսը, նրանց ուսուցիչը, նրանց միտքն ուղղում է դեպի հարությունը, որը տեղի կունենա Փրկչի գալստյան ժամանակ։ Հետո Քրիստոսում ննջածները հարություն կառնեն եւ կենդանի մնացածների հետ միասին կհափշտակվեն օդում Տիրոջը դիմավորելու։ Եվ այդպես ասում է նա ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարեք այս խոսքերով։ Թեև բողոքական բարենորիչները հավատում էին Քրիստոսի բառացի, տեսանելի, լսելի եւ փառահեղ վերադարձին, Աստվածաշյան այս ճշմարտության ըմբռնումը աստիճանաբար փոխվեց։ 19-րդ դարի հանրաճանաչ քարոզիչները սովորեցնում էին, որ Քրիստոսը գալու է, որ իր թագավորությունը հիմնի այս երկրի վրա եւ հաստատի հազարամյա խաղաղություն։ Սա հանգեցրեց հոգեվոր անտարբերության կամ ուրիշ տեսություն էլ կա, որ Հիսուսը գաղտնի վերցնում է իր զավակներին երկինք, այսքան նայում ես եւ տեսնում ես կողքը մարդ չկա, բայց այդպիսի բան չկա Աստվածաշուն գրած։ Հիմա մենք կարդանք մի քանի համարներ Աստվածաշունչից, որոնք խոսում են Քրիստոսի երկրորդ գալուստի մասին եւ կտեսնենք արդյոք այս մարդկանց պատկերացումները հիմնված է Աստվածաշունչի վրա, թե ոչ։ Կարդանք Գործ Առաքելոց առաջին գլուխ 9-11 համարները։ Ուրեմն մենք գիտենք, երբ որ Քրիստոսը հարություն առավ, հետո 40 օր անցկացրեց իր աշակերտների հետ, հետո 40 օրից հետո համբարձվեց։ Համբարձվելուց առաջ ասեց, որ դուք պետք է քարոզեք բոլոր ազգերին, մկրտեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եւ ասեց, որ ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Եվ ուրեմն այս խոսքերից հետո, այս ասելուց հետո մինչեւ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ եւ ամպը նրանց ծածկեց նրանց աչքերից եւ մինչեւ նրանք իրենց հայացքը սրել դեպի երկինք եւ Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին, այսինքն հրեշտակները, եւ նրանց ասացին. ով գալիլեացիներ, ինչ եք անել ու երկինք նայում, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալիս։ Այսինքն երկինք գնաց, երկնքից էլ պիտի գա Հիսուսը, որտեղ հիմա նա երկնքում է եւ այսինքն իր հոր Աստծո բնակավայրում եւ այնտեղ մեզ համար միջնորդական գործ է անում։ Հայտնություն 1:7 Ահա նա գալիս է ամպերով եւ նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաեւ նրանք, որ խոցեցին նրան, եւ նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Այո, ամեն։ Այդպիսի մարդ չի լինի այս երկրի վրա, որը չտեսնի Քրիստոսին իր երկրորդ գալուստի ժամանակ։
Մատթեոս 24 գլուխ 27, 30 և 31 համարները, որտեղ ինչպես որ կայծակն արևելքից ելնում մինչև արևմուտք երևում, այնպես էլ մարդու որդու գալուստն է լինելու, որտեղ դիակն է արծիվներին 30-31-ը, այդ ժամանակ երկնքում կերևա մարդու որդու նշանը և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողփան ու կտեսնեն մարդու որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ ու մեծ փառքով, պարզ գրված է։ Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին 4 կողմերից, երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։ Ուրեմն, երբ որ Քրիստոսը առաջին անգամ որպես մանուկ ծնվեց Բեթլեհեմում, Մսրում, շատ քիչ մարդիկ ճանաչեցին նրա գալուստը, սակայն երբ նա գա երկրորդ անգամ, ամեն աչք կտեսնի նրան և յուրաքանչյուր ականջ կլսի նրա վերադարձի փողի ձայնը, երկրի վրա գտնվող յուրաքանչյուր մարդ կտեսնի նրա փառքը։ Մենք չպետք է խաբվենք տարբեր սուտ տեսություններով։ Մենք նոր կարդացինք, թե Աստվածաշունչը ինչպիսի պարզ ձևով նկարագրում է Քրիստոսի երկրորդ գալուստը։ Կարդանք ևս մի հատված Էլեն Ուայթի մեծ պայքար էջ 299, Աստվածաշունչում բացահայտված ամենահանդիսավոր ու փառահեղ ճշմարտություններից մեկը Քրիստոսի երկրորդ գալուստն է, որով ավարտվելու է փրկագնման մեծ գործը, Աստծո պանդուխտ ժողովրդի համար, որ այդքան երկար թափառում է խավարի ու մահվան ստվերի երկրում, թանկագին ու իրանելի հույս է նրա հայտնության խոստումը, ով հարությունն է և կյանքը, որպեսզի իր աքսորածին հետ դարձնի։ Երկրորդ գալստյան վերաբերյալ ուսմունքը Սուրբ գրքի հիմնական թեման է։ Այն օրվանից, երբ առաջին զույգը վշտահար դուրս եկավ Եդեմից, հավատի որդիները սպասել են Խոստացյալի գալստյանը, ով պիտի տապալի կործանիչի իշխանությունն ու իրենց վերադարձնի կորսված դրախտը։ Եվ Քրիստոսի մոտալուտ վերադարձի լուրը հրատապ կոչ է մեզանից յուրաքանչյուրի համար քննելու մեր սիրտը, մեր սրտի հոգևոր վիճակը և գնահատելու մեր հոգևոր կյանքը, թե ինչպիսի վիճակում է այն։ Եվ սա աստվածավախ կյանքով ապրելու կոչ է։ Չեզոքություն չի կարող լինել Քրիստոսի վերադարձի փառքի բոցավառ լույսի ներքո։ Կլինեն միայն փրկվածներ և կլինեն միայն կործանվածներ, ովքեր չի ընդունում ճշմարտությունը։ Կարդանք նաև առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 2-5 համարները, որտեղ դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը գիշերով, երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը հղի կնոջ վրա ու նրանք չեն ազատվելու, իսկ դուք եղբայրներ խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի, դուք բոլոր լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ, գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Եվ նաև Եբրայեցիս 9:28 նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի իրեն սպասողների փրկության համար։ Տեսեք, ինչ պարզ Աստվածաշունչը գրում է Քրիստոսի երկրորդ գալուստի մասին։ Ուրեմն Աստված ամեն դարում օգտագործում է իր զավակներին, որ բացի մի ճշմարտություն, որը տարիների կամ դարերի ընթացքում մարդկանց տեսությունների ներքո թաղված է։ Ինչպես եղավ Մարտին Լյութերը, որ բացահայտեց շնորհքով փրկվելու ճշմարտությունը, որ թաղված էր եկեղեցական սովորությունների ներքո, նույնպես էլ Աստված ուզում էր բացել մի այլ ճշմարտություն, քանի որ Հիսուս Քրիստոսի գալուստի մասին ճշմարտությունը, երկրորդ գալուստի մասին ճշմարտությունը նորից թաղվել էր մարդկային պատկերացումների ներքո, ասեցինք չէ, որ մարդիկ այսպես են պատկերացում, այնպես են պատկերացում,
բայց Աստվածաշունչը պարզ գրում է, թե ինչպես կլինի Քրիստոսի երկրորդ գալուստը, եւ Աստված ուզում էր, որ մարդկանց նորից բացահայտվի այդ պարզ ճշմարտությունը։ Եվ իհարկե Աստված օգտագործում է այնպիսի մարդկանց, ովքեր սիրում են նրան եւ պատրաստ են ուսումնասիրել Սուրբ Գիրքը այնքան, մինչև որ պարզեն ճշմարտությունը։ Աստված երբեք մի մարդու չի բացում ողջ ճշմարտությունը կամ մի դարի մեջ չի բացում ողջ ճշմարտությունը։ Աստված դարեդար եւ տարբեր մարդկանց միջոցով քայլ առ քայլ բացում է ճշմարտությունը, ինչպես երբ որ մենք դպրոց ենք գնում առաջին դասարանից մինչև 10 դասարան կամ 12 եւ քիչ է բացվում, առաջին դասարանցին չի կարող մի անգամից ամբողջ 12 դասարանի ծրագիրը սովորի, այլ քիչ ինքը գնում է առաջ, նույնը Աստծո խոսքն է։ Քանի որ մեր ուղեղը մեղավոր է եւ պատրաստ չէ միանգամից ընդունելու Աստծո ճշմարտությունները, Աստված քայլ առ քայլ ճշմարտություն առ ճշմարտություն բացում է մեզ եւ տարբեր մարդկանց միջոցով, որտեղ աստվածային ճշմարտությունը մի փազլի պես է, որ ամեն մարդ, որ Աստծո հետ է աշխատում եւ բացահայտում է որևիցե աստվածաշնչյան ճշմարտություն, դնում է իր մասը այդ փազլի մեջ, մինչեւ որ աշխարհի կործանումից առաջ, Քրիստոսի գալուստից առաջ ամբողջ փազլը արդեն հավաքված կլինի, բոլոր ճշմարտությունները մարդիկ կարող են ծանոթանալ ամբողջ ճշմարտության հետ։ Եվ մարդիկ հորինում են սուտ կինոներ, նույնիսկ մուլտիկներ, Սուպերման, այսինքն սուպեր մարդու մասին, բայց սուպեր մարդ չկա, սուպեր մենակ Աստված է եւ մի մարդու տրված չէ ամեն ինչ, մարդը շատ սահմանափակ է եւ իր մտավոր հնարավորություններում, եւ իր ֆիզիկական, եւ իր շատ հնարավորություններում մարդը մեղավոր մարդը սահմանափակված է եւ դրանով իսկ երբ որ Աստված տարբեր մարդկանց միջոցով բացում է ճշմարտությունը, երևում է, որ իրականում Սուրբ Հոգին է բացում, Սուրբ Հոգին է աշխատում, որ դա Սուրբ Հոգու գործն է, որ մարդկանց միջոցով եւ այդ մարդկանցից մեկը Ուիլյամ Միլլերն էր, որը ապրել է 19-րդ դարում եւ եղել է ֆերմեր։ Ինքը շատ էր սիրում Սուրբ Գիրքը, շատ էր սիրում Աստծուն եւ սիրում էր ուսումնասիրել Աստվածաշունչը եւ գիտեր, որ ինքը իրեն չի կարող մեկնաբանել Աստվածաշունչը, այլ պետք է Աստվածաշունչի մի հատվածի մեկնաբանությունը փնտրի մի այլ տեղում, ինչպես գրված է Աստվածաշունչում, օրինակ Եսայա 28:10 ում է նա գիտություն սովորեցնում եւ ում պատգամ հասկացնում կաթից կտրվածներին, կրծքից վերցվածներին, որ հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լարի վրա, լարի վրա, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ։ Այսինքն Աստվածաշունչը ուսումնասիրում են Աստվածաշունչի հիման վրա։ Ճիշտ է, թարգմանությունը մի քիչ այդքան հաջող չէ այստեղ, բայց իմաստը դրանումն է։ Եվ Առակներ 8:8 համարները Նրանից բոլոր խոսքերն արդար են, նրանց մեջ խոտոր եւ ծուր բան չկա։ Նրանք բոլորն էլ ուղիղ են, անբռնողի եւ շիտակ են հասկացողների համար։ Եվ Հովհաննես 16:13 ասական, երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որտեղ ինքն իրենից չի խոսի, այլ կասի ինչ որ լսի, եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Երկրորդ Պետրոս 1:1-11-21 համարներ։ Եվ մարգարեական ավելի հաստատուն խոսք ունենք, որին եթե անսանք լավ կանեք, ինչպես մի ճրագ, որ մութ տեղում լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա եւ առավոտյան աստղը ծագի մեր սրտերում։ Նախ սա իմացեք, որ գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, այսինքն մարդկանց կողմից, որտեղ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց սուրբ մարդիկ արժանի եղան Աստծո կողմից խոսելու։ Ուրեմն Աստված տարբեր ինքը իրեն բացատրում է իր տարբեր տեղերում եւ
Առաջին Պետրոս առաջին գլխի 10-11 համար ասում է. այդ փրկության համար ընտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ սահմանված շնորհի մասին, քննելով, թե ինչպիսի ժամանակի եւ որ հանգամանքներում էր իրենց մեջ եղած Քրիստոսի հոգին, ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների եւ դրանից հետո փառքի մասին։ Եվ ուրեմն Ուիլյամ Միլլերը փորձեց Աստվածաշունչ ուսումնասիրելով այն հասկանալ, այլ ոչ թե իր գլխից հորինել տարբեր բաներ։ Օրինակ, մենք գիտենք, որ տարբեր համարներում բացատրվում է, թե մարգարեության մեջի խորհրդանիշները ինչ են նշանակում։ Օրինակ, Դանիել մեկ 17-ը Օրինակ Դանիել 7:17-23-ում ասում է, որ գազանները ներկայացնում են թագավորներ կամ թագավորություններ։ Երեմիա 49:36-ում ասում է, որ քամին ներկայացնում է կործանում։ Հայտնություն 17:15-ում ասում է, որ ջուրը ժողովուրդներին կամ ազգերին է ներկայացնում։ Իսկ Եփեսացիներ 5:22-32-ում ասում է, որ կինը եկեղեցին է ներկայացնում։ Եվ երբ Ուիլյամ Միլլերը կիրառեց աստվածաշնչյան մեկնաբանության այս սկզբունքները, նա ապշեց այն ամենից, ինչ հայտնաբերեց կապված Քրիստոսի վերադարձի ժամանակի հետ։ Կարդանք նաև հայտնություն առաջին գլուխ 1-3 համարները։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան, իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հեշտակի միջոցով այն, ինչ գրված է դրա ուղարկելով իր Հովհաննես ծառային, ով վկայեց Աստծո խոսքը եւ Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ, երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը եւ ով լսում է ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որտեղ ժամանակը մոտ է։ Ուրեմն Ուիլյամ Միլլերը նկատեց, որ մարգարեների կողմից կանխատված իրադարձությունները, Աբրահամի ժառանգների պանդխտության 400 տարիները, Իսրայելի անապատում թափառելու 40 տարիները, Իսրայելի գերության 70 տարիները եւ Դանիելի գրքում Իսրայելի համար վճռված 70 շաբաթները ճշգրտորեն կատարվել է։ Այսինքն, այս մարգարեություններում ճշգրիտ նշված են թվերը, թե երբ պիտի կատարվեին դրանք։ Կարդանք Դանիել 8:14 գլուխը։ Դանիել 8:14 համարը եւ նա ասեց ինձ. «Մինչեւ 2300 իրիկուն եւ առավոտ հետո սրբարանը պիտի մաքրվի»։ Մենք գիտենք, որ ամեն օրը մարգարեության մեջ դա մի տարի է։ Այսինքն իրական դա 2300 տարի էր։ Եվ նրան մնում էր միայն իմանալ, գիտեք, ինչպես որ ուրեմն Ուիլյամ Միլլերը ընդունում էր այն տարածված տեսակետը, ըստ որի սրբարանի մաքրումը երկրի մաքրումն է կրակով։ Նա ջանասիրաբար ուսումնասիրում էր Աստվածաշունչը, որ հասկանա իսկապես կարևոր իրադարձությունը եւ
նա հայտնաբերեց կապը Դանիել 8 և Դանիել 9 գլուխների միջև, և ուրեմն նա մտածեց, քանի որ այսքան կոնկրետ ձևով աստվածաշունչում նշվում է, թե երբ պիտի գա Հիսուսը, ուրեմն նաև նշված կլինի, այսինքն առաջին անգամ, ուրեմն նաև նշված կլինի, թե երբ պիտի գա Հիսուսը երկրորդ անգամ։ Գիտեք, աստվածաշունչը պարզ ասում է, որ Հիսուսին, երբ որ հարցնում են, ինքը ասում է, միայն Հայրը գիտի այդ մասին, ոչ ես գիտեմ, ոչ հրեշտակները, եւ ուրեմն այդպիսի թվեր չկա աստվածաշունչում, որ մենք հաշվենք եւ իմանանք, թե երբ պիտի գա Հիսուսը երկրորդ անգամ։ Բայց Աստված կարծես թե Միլլերի աչքերը փակեց այդ համարի շուրջը, ինչու որտեղ Աստված ուզում էր շատ կարևոր մի ճշմարտություն բացել Միլլերի միջոցով։ Եվ դրա համար Աստված թույլ տվեց, որ Միլլերը խորանա եւ ուսումնասիրի այս մարգարեությունները։ Ուրեմն Դանիել 9:24-ում ասվում է. 77-յակ է վճռված քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի համար։ Վճռված բառը բառացի նշանակում է կտրված։ 70 շաբաթ կամ 490 տարի պետք է կտրվի, բայց ինչից։ Ակնհայտ է, որ 2300 օրվա տեսիլքը Դանիել 8 գլխում միակ հատվածն է, որը Դանիելը չհասկացավ եւ որը հրեշտակը եկավ բացատրելու։ Ուրեմն ինչ է կատարվում։ Աստված մենք գիտենք, որ մենք ունենք ծննդյան օր եւ մահվան օր։ Գիտենք, որ ազգեր են առաջանում եւ հետո կան ազգեր, որ ոչնչանում են։ Կան երկրներ, որ ստեղծվում են եւ ժամանակը գալիս է նրանք ոչնչանում են։ Այսինքն ինչպես մարդուն, այնպես էլ երկրներին եւ ազգերին Աստված որոշակի ժամանակ է պարգևել գոյատևման կամ լինելու։ Այս 499 տարին, 490 տարին, որ ասում է քո ազգի համար է որոշված, գիտեք, որ մասի համար է ասում, երբ որ ուրեմն մենք գիտենք 5 տականից, որ քանի որ հրեաները չհնազանդվեցին Աստծո խոսքին, Աստված իրանց մատնեց, թողեց հեռացավ եւ սատանան ջարդուխուռ դանելով իրանց քշեց դեպի օտար երկիր, բայց Աստված խոսում էր տվել, որ 70 տարի հետո, այսքան մեկ սերունդ հետո նրանք վերադառնալու են։ Եվ իրոք այդպես էլ եղավ։ Ուրեմն Արտաքսերքս թագավորը հրաման տվեց, որ հրեաները կարող են գնալ հետ իրենց երկիր, որը բոլորովին ոչնչացված էր, եւ իրենց տաճարը եւ իրենց երկիրը ընդհանուր փլուզված էր։ Եվ ասեց կարող եք վերակառուցել եւ Երուսաղեմը եւ տաճարը։ Ուրեմն սկիզբը այս 490 տարվա, այս 77-յակի սկսվում է հենց այդ պահից, որտեղ այդպես է ասում Աստվածաշունչը։ 70 շաբաթվա սկզբնակետը սկսվում է, ինչպես ասում է Դանիել 9:25-ը, Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց։ Եվ Միլլերը հասկացավ, որ եթե ինքը գտնի, թե երբ է այդ վճիռը արձակվել, ուրեմն կարող է հաշվել նաև այդ 2300 տարվա վերջը, թե երբ է վերջանում 2300 տարին։ Եվ իր կարծիքով, որ այդ 2300 տարին վերջանալուց հետո Հիսուսը պիտի գա, որովհետև Դանիել 8:14-ում ասում է մինչև 2300 իրիկուն եւ առավոտ հետո սրբարանը պիտի մաքրվի, այսինքն 2300 տարի հետո սրբարանը պիտի մաքրվի եւ ինքը կարծում էր, ինչպես նաեւ շատ հավատացյալներ այն ժամանակ, որ այս սրբարանը, որ այստեղ խոսքը գնում է, դա մեր երկիրն է, բայց իրականում սրբարանը մեր երկիրը չէ։ Մենք գիտենք, որ երկրային սրբարանը տրվել է երկնային սրբարանի հիման վրա, եւ ամեն ինչ որ տեղի ունենում
երկրային սրբարանում խորհրդանշում էր այն մասին, ինչ որ տեղի ունենա երկրային սրբարանում։ Եվ ուրեմն հենց սրա մասին էր խոսքը գնում։ Կարդանք Եզրայել 7:7-13 համարները։ Եվ Իսրայելի որդիներից եւ քահանաներից, ղևտացիներից, երկիչներից, դռնապաններից, Նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի 7-րդ տարում գնացին Երուսաղեմ, եւ նա Երուսաղեմ եկավ թագավորի 7-րդ տարվա 5-րդ ամսում, որովհետև առաջին ամսվա 1-ին սկսվեց Բաբելոնից դուրս գալը եւ 5-րդ ամսվա 1-ին եկավ Երուսաղեմ, որտեղ իր Աստծո բարի ձեռքն իր հետ էր, քանի որ Եզրայելը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքն ուսանի եւ կատարի եւ Իսրայելում օրենք ու դատաստան սորեցնի։ Ահա այն նամակի պատճենը, որ Արտաշես թագավորը տվեց Եզրայել քահանային, որ Իսրայելի մասին Տիրոջ տված պատվիրանների եւ նրա օրենքի դպիրն էր։ Թագավորների թագավոր Արտաշեսը Եզրայել քահանային երկնքի Աստծո օրենքի կատարյալ դպիրին հրամայում է, որ իմ թագավորությունում գտնվող իսրայելցիներից, նրա քահանաներից ու ղևտացիներից ամեն ոք, ով կցանկանա Երուսաղեմ գնալ, քեզ հետ թող գնա։ Այսինքն շատ դժվար է մի սերունդ մնալ այնտեղ եւ հետո երբ որ այլտեղ 70 տարի էր արդեն անցել եւ հետո նորից վերադառնալ քարուքանդ եղած հայրենիքը, որպեսզի այն սարքվի։ Ամեն մեկը չէր ուզենա գնալ, բայց Եզրայելը որոշեց եւ գտնվեցին մարդիկ, ովքեր կամեցան գնալ եւ նորից վերականգնել Երուսաղեմը։ Եվ Դանիել 9:25-26 Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիրն արձակելուց մինչև Մեսիայի առաջնորդի գալը 7 յոթնյակ եւ 62 յոթնյակ կա։ Յոթնյակ, այսինքն 7 օր մարգարեության մեջ եւ 7 տարի իրականում։ Հրապարակը եւ Պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում եւ 62 յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի եւ ոչինչ չպիտի ունենա։ Գալիք իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքը եւ սրբարանը։ Նրա վերջը հեղեղով կլինի եւ մինչեւ պատերազմի ավարտը ավերումներ են որոշված։ Եվ նա շատերի համար 1 յոթնյակ պիտի զորացնի ուխտը եւ յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը եւ հացի ընծան եւ տաճարի եզրի վրա ավերումի գաշությունը կլինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանված պատուհասը կթափվի ավերողի վրա։ Այսինքն այս մարգարեության մեջ ասում է, որ որոշ ժամանակ է գոյություն ունենալու հուդայական պետությունը։ Եւ ուրեմն մենք գիտենք, որ վճիրը, որը տվել է Պարսկաստանի Արտաշես թագավորը, Արտաքսերքսես այստեղ գրված է թագավորը կողմից, այդ վճիրը եղել է 457 թվականին Քրիստոսից առաջ։ Եվ ուրեմն երբ որ Միլլերը իմացավ դա, նա սկսեց հաշվել 457 թվականից եւ ուրեմն 490 տարի որոշված էր այդ ստեղծված պետության համար Հուդայի։ Այս ուշագրավ մարգարեության մեջ Դանիելը կանխասեց, որ Երուսաղեմը վերականգնելու եւ կառուցելու պատվերից մինչեւ Մեսիան կազմելու էր 69 մարգարեական շաբաթ կամ 483 մարգարեական օր կամ բառացի տարի, որտեղ 69 անգամ 7 483։ Քանի որ վճիրն ուժի մեջ է մտել Քրիստոսից 457, Քրիստոսից առաջ 457 թվականի աշնանը, 483 տարին հասնում է մինչև մեր թվականության կամ թվարկության 27 թվականի աշունը, երբ որ Քրիստոսը սկսեց իր ծառայությունը։ Մեսիա բառը նշանակում է օծյալ։ Մեր թվականության 27 թվականի աշնանը Քրիստոսը մկրտվեց եւ ստացավ հոգու օծումը, ինչպես որ մարգարեացված էր Դանիելի մարգարեության մեջ։
Մկրտությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա եւ քարոզում էր Աստծո թագավորության ավետարան ու ասում. լրացել է ժամանակը։ Հետո 3.5 տարի հետո 31 թվականին մեր թվականության գարնանը այս վերջին մարգարեական շաբաթվա կեսին իր մկրտությունից 3.5 տարի անց Հիսուսը խաչվեց, ինչպես որ նշված էր մարգարեության մեջ։ Զոհաբերությունների համակարգը, որը մատնացույց էր անում Աստծո գառին, ավարտվեց Գողգոթայում Քրիստոսի զոհաբերությամբ։ Կերպարը հանդիպեց նախակերպարին եւ ի վերջո ծիսական համակարգի բոլոր զոհերն ու ընծաները դադարեցին, ինչպես որ մենք նոր կարդացինք Դանիելի մեջ։ Եվ դա մի քիչ տարբեր է այստեղ թարգմանությունը, ուրեմն Դանիելի մեջ գրված էր, որ փրկություն կբերի Մեսիան շատերին։ Այդ վերջին յոթնյակի կեսին։ Հետո այս 490 տարին կամ 70 շաբաթը, որը հատկապես վճռվեց հրեաների համար, ավարտվեց մեր թվականության 34-ին ավետարանի լուրը Սինեդրիոնի կողմից օֆիցիալ ձևով մերժվեց։ Ինչ ձևով, երբ որ Ստեփանոսը քարոզում էր, իրանք բանտարկեցին Ստեփանոսին, սուտ վկաներ վարդեցին եւ Ստեփանոսին մահապատժի ենթարկեցին, այսինքն օֆիցիալ ձևով իրանք հրաժարվեցին ճշմարտություն ընդունելուց, մերժեցին ճշմարտությունը։ Ուրեմն այդպիսով վերջացավ այդ 490 տարիները, երբ որ հրեա ազգը մերժեց Աստծուն, եւ ուրեմն Միլերին մնում էր միայն հաշվել այդ 2300 տարիներից հանել այս 409 տարին եւ ստացվում էր 1810։ Եվ ուրեմն ինքը իմացավ, որ 34 թվականին արդեն մերժեցին հրեաները, ընդամենը պետք էր այդ 1810-ը գումարել 34 թվականին եւ ստացվում էր 1844 թիվը։ Ուրեմն Միլլերը թիվը շատ ճիշտ որոշեց, բայց Միլլերը սխալվեց իրադարձության մեջ։ 1844 թվականին ոչ թե Հիսուսն էր գալու, այլ սրբարանն էր սկսելու մաքրվել։ Այսինքն հիմա, երբ որ երկնային սրբարանը, հիմա երբ որ մենք աղոթում ենք, մեր աղոթքները գնում են վերև, ինչպես երբ որ երկրային սրբարանի ժամանակ մարդիկ դնում էին իրենց ձեռքերը ոչխարի վրա եւ խոստովանում էին եւ ոչխարը մորթվում էր Քրիստոսին խորհրդանշելով, եւ հետո սրսկում էին այդ ոչխարի արյունը սրբության սրբոցի վարակույրին եւ դրանով խորհրդանշաբար այդ մեղքը գնում եւ պահվում էր սրբության սրբոցում։ Նույնպես հիմա, երբ որ մենք աղոթում ենք, մեր համար մեռած գառը Հիսուս Քրիստոսը, նրա միջոցով արդարանում ենք եւ այդ արդարացված մեղքը գնում պահվում է երկնային սրբության սրբոցում, որովհետև վերջի վերջո այդ մեղքերի պատիժը պետք է մի օր ընկնի իր ճշմարիտ հանցանքին մղողի վրա, սատանայի վրա։ Ուրեմն երկրային սրբարանի ժամանակ մենք անցանք, որ տարին մեկ քահանայապետը գնում մտնում էր սրբության սրբոց, որպեսզի մաքրեր եւ հետո դնում էր այծի վրա, խորհրդանշաբար որ սատանան էր, եւ այծը գնում էր անապատում եւ կործանվում էր։ Եվ հիմա նույնը կատարվում է, այդ բոլորը խորհրդանիշ էր, որը պիտի կատարվի, այսինքն հիմա մեր քահանայապետը Հիսուսն է, որ իր արյունը մեզ փրկագնեց, եւ ուրեմն գալու է մի ժամանակ, որ ինքն էլ ինչպես երկրային քահանայապետը մտնում էր սրբության սրբոց, որպեսզի մաքրի այդ մեղքերից, նույնը եւ իմիջիայլոց այդ օրը կոչվում է դատաստանի օր, որտեղ այդ օրը որոշվում էր փրկվեն մարդիկ արդյոք թե ոչ, ուժի մեջ է այդ մեղքերի ներում թե ոչ։
Եվ ուրեմն կգա մի օր, գալու էր մի օր, որ Հիսուսը պետք է մտներ Սրբության սրբոց եւ սկսեր այդ իր դատաստանի օրը, այսինքն մեղքերի վերանայման եւ ներման process-ը, որ հետո, երբ որ ինքը այդ դատաստանը վերջանալուց հետո գա երկրի վրա, քանի որ մարդուն առանց դատարանի որոշման չեն պատժում, դա լինի մահապատիժ, դա լինի բանտարկություն, պիտի անպայման դատը կայանա, պիտի որոշեն մարդու պատիժը, հետո նոր իրագործող մարմինը իրագործի դա։ Սո նույնը հիմա այստեղ է։ Միլլերը իրականում պարզեց, որ այդ 1844 թիվը իրականում Քրիստոսի երկնային սրբարանի մաքրվելու, սկսելու մաքրվելու թիվն էր, որ Հիսուսը պիտի մտնի Սրբության սրբոց եւ դատարանը որոշել է թե ովքեր են փրկվելու, որովհետեւ որոշ ժամանակ անց դրանից հետո Քրիստոսը պիտի գա երկիր, արդեն իսկ որոշումով թե ով է փրկված, որպեսզի այդ փրկվածներին տանի իր մոտ, ինչպես մենք կարդացինք տարբեր համարներ Աստվածաշնչից։ Եվ ուրեմն խոսքը այստեղ գնում էր այդ դատական նիստի սկզբի մասին 1844 թվականին։ Բայց այս վաղ հավատացյալները, Միլլերը կարծում են, թե դա երկրի մասն է եւ կարծում են, թե այստեղ խոսքը գնում է երկրի մասին, Հիսուսը գալու է եւ մաքրի երկիրը եւ իր թագավորությունը հիմնի երկրի վրա, բայց իրականում դրա մասին խոսքը չէր եւ շատերը հիասթափվեցին, երբ որ 1844 թվականի աշնանը նրանք սպասում էին, որ Հիսուսը կգա, բայց իհարկե չեկավ Հիսուսը, որտեղ խոսքը այդտեղ չէր գնում Հիսուս Քրիստոսի գալու մասին, եւ շատ կեղծավոր մարդիկ, ովքեր կեղծավոր ձևով էին միացել այդ շարժմանը, որտեղ դա մի շարժում էր, երբ որ Միլլերը սկսեց քարոզել դրա մասին, այդ շարժումը ստեղծվեց, մարդիկ տարբեր եկեղեցիներից, այդ ժամանակ չկար ադվենտիստական եկեղեցի, տարբեր բողոքական եկեղեցիներից միացան եւ միասին սպասում էին, ապաշխարում էին իրենց մեղքերից, սպասում էին Քրիստոսի գալուստին։ Բայց Քրիստոսը չեկավ եւ շատ կեղծավոր մարդիկ ուղղակի սկսեցին ծաղրել, թողեցին այդ շարժումը, հեռացան, սկսեցին ծաղրել նրանց, ովքեր հավատարիմ մնացին այդ շարժմանը, բայց գտնվեցին անկեղծ Աստծո նվիրված մարդիկ, որ հասկացան, որ սխալը ոչ թե Աստվածաշնչում էր, Հիսուսի մեջ էր, այլ սխալը իրենց հասկանալու մեջ էր, որ իրանք սխալ են հասկացել, եւ նրանք սկսեցին շարունակել փորփրել Սուրբ Գիրքը, որպեսզի գտնեն իրականում այդ սրբարանը, որ Դանիել 8:14-ում ասում է, դա ի՞նչն է, եւ իհարկե մյուս դասերից մենք կտեսնենք, որ նրանք վերջի վերջո բացահայտեցին, որովհետեւ հավատարիմ մարդկանց միշտ Աստված բացում է ճշմարտությունը, այդպես է լինելու է Քրիստոսի գալուց առաջ։ Աստվածաշունչը ասում է, որ Քրիստոսը կարծեց, թե ուշացնելու է իր գալուստը, այդ 10 կույսերի առակում, եւ 5 կույսերը փաստորեն անկեղծ չէին, չունեին Սուրբ Հոգի, եւ իրանք չկարողացան մտնել երկնային թագավորություն, որտեղ իրանք անկեղծ չէին, բայց մյուս 5-ը անկեղծ էին եւ մինչեւ վերջ հավատարիմ մնացին Հիսուսին, չնայած Հիսուս ուշացրեց իր գալուստը։ Այսինքն ընդհանրապես, երբ որ մի բան ուշանում է մարդու կյանքում, դա բացահայտում է իրականում մարդու նգրվածությունը։ Օրինակ, եթե երիտասարդներ ուզենան ամուսնանալ, տղամարդ եւ կին, եւ եթե հանկարծ մի բան պատահի, անընդհատ ձգձգվի իրենց ամուսնությունը, եւ այդ ձգձգման ժամանակ պարզ կդառնա իրենց զգացմունքների անկեղծությունը, որտեղ եթե զգացմունքը անկեղծ չէ, դրանցից մի կողմը, լինի դա տղամարդը թե կինը, նրանք հուսահատվեն եւ ընդհանրապես կթողնեն այդ գործը, կասեն լավ, չի ստացվում։ Բայց
երբ որ նրանք անցնեն բոլոր խոչընդոտների միջով եւ վերջի վերջո ամուսնանան, նույն ձևի ամուսնությունն է այդպես, շատերը շատ արագ բաժանվում են, որովհետեւ նրանց գազմունքները իրականում անկեղծ չէին, նրանք ուղղակի հեշտության վազող մարդիկ էին, բայց նրանք այն ամուսնական զույգ, ովքեր հասկանում են, որ պրոբլեմները առաջանում է իրենց սխալների պատճառով եւ ջանում են շտկել իրենց սխալները եւ վերջի վերջո դառնում են երջանիկ ընտանիք։ Նույնը այստեղ է։ Գտնվեցին որոշ հավատացյալներ, ովքեր հասկացան, որ սխալը իրենց հասկացողության մեջ էր եւ փնտրեցին եւ գտան իրենց սխալը եւ հասկացան իրականում ինչ է նշանակում սրբարանը եւ այս հավատարիմ մնացած քրիստոնյաներից ստեղծվեց ադվենտիստական եկեղեցին։ Ուրեմն միշտ մեր կյանքում կլինեն դեպքեր, որոնք կփորձեն մեր հավատքի անկեղծությունը եւ իսկությունը։ Թող Աստված օժնի մեզ, որպեսզի մենք ուշադիր կարդանք Աստվածաշունչը եւ չի հիասթափվենք, որտեղ կան շատ մարդիկ ասում են, այս եկեղեցին էսպես է ասում, են եկեղեցին էպես է ասում, ես հոգնեցի, ես այդ չեմ հավատա, ոչ նրան, ոչ սրան։ Ճիշտ է, մարդկանց մի հավատացեք, բայց հավատացեք Աստվածաշնչին։ Եվ եթե մարդ իրոք անկեղծ սիրում է Աստծուն, նա անպայման կփորփրի Աստվածաշունչը եւ կգտնի, թե որ եկեղեցին է ճիշտ ասում, թե որն է իրականում ճշմարտությունը եւ կհետևի այդ ճշմարտությանը սկզբունքորեն, չնայելով իր շուրջը, չնայելով այլ մարդկանց, չնայելով սուտ հովիվներին, չնայելով մարդկանց ռեակցիային։ Այսինքն թող Աստված մեզ օրհնի, որ մենք լինենք իր անկեղծ հետևորդը, իր անկեղծ հավատացյալը։ Թող Աստված մեզ օրհնի այս հետագա շաբաթվա մեջ ամեն օրը անցկացնենք իր հետ, ընտրելով իր կամքը եւ ջանալով կատարել իր կամքը մեր կյանքում, Աստծո ողորմությունով մինչև մյուս շաբաթ։